Digitech Business Forum և Armtech։ Գրեթե նույն ժամանակահատվածում կայացած խոշորագույն միջոցառումները հայկական մտքի նվաճումների հերթական հանգրվանն են։ Բոլորն են վստահ, Հայաստանը ունի զենք գնողից զենք արտադրողի վերածվելու մեծ ներուժ։ Այս դեպքում կարելի է ասել մեկ կրակոցով երկու նապաստակ է սխփում։ Իսրայելի, Լեհաստանի կամ ԱՄՆ-ի նման երկրները դա ոչ միայն օգտագործում են իրենց զորացման համար, այլ նաև դա բիզնեսի ուղղություն է, որտեղ նրանք կարողանում են լուծումներ վաճառել աշխարհին։ Բագրատ Ենգիբարյանը վստահ է, երկար խոսելով ավելորդ ուշադրություն ենք գրավում ու եւս մեկ անգամ շեշտադրում այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատում ենք։ Ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի պոտենցիալը կա, խնդիրը ինչպես արագ, էֆեկտիվ եւ լայնամասշտաբ կարողանանք այդ պոտենցիալը օգտագործել ռազմական ոլորտում։ Եվ կոնկրետ ծրագրերի մասին ուղղակի սկսել անել, քան թե շատ խոսել։ Կարանք գրավենք պոտենցիալ ունենք, գրավենք միջև, չգիտեմ, Չինաստանը գրավենք, այդ առաջինը, երկրորդը, չգիտեմ, արժի էդի գրավել թե չէ։ Թշնամիները մեր բարեկամներն են, նշում է մոդերատոր Արմեն Մանուկյանն ու պարզաբանում, նա միշտ մեզ զգոն է պահում, ցույց տալով մեր թույլ կողմերը, ու մենք կարողանում ենք դրանք շատ արագ բուժել։ Մասնագետները վստահ են, մեր մրցակցային առավելությունները կդառնան շոշափելի, նոր ու առարկայական լուծումների տեսքով։ Վաղինակ Ղազարյան, Գևորգ Խաչատրյան, Armef News։